Այսօր դեկտեմբերի 7-ին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ երկրաշարժի զոհերի, թե հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս հազարավոր հավատացյալներ աղոթք բարձրացրին անմեղ զոհերի հոգիների համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական դասախոսական կազմը, ճեմարանականներն ու քահանայից լսարանի սաները հավաքվել էին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։ Այն մեկ ամիս առաջ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ է տեղադրվել։ 24 տարի առաջ այսօրը Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից։ Ստորերկրյա հզոր ցնցումներից ավերվեց հանրապետության հյուսիսային մասը, 21 քաղաք եւ Ավան, 324 գյուղ փլատակների վերածվեցին։ Պաշտոնական տվյալներով զոհվեց ավելի քան 25,000 մարդ, 19,000-ը դարձավ հաշմանդամ, ավելի քան կես միլիոն մարդ մնաց անօթևան։ Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-ին մեզ համար ոգեկոչումի օր է, աղոթք ենք կատարում հոգեհանգստյան պաշտոն եւ հիշում ենք այդ զոհերին, որպեսզի նրանց հոգիները երկնքում խաղաղության եւ լույսերի մեջ գտնվեն։ Հոգեհանգստյան կարգ կատարվեց այսօր, կարգ, որը մեզ պետք է հիշեցնի երկրաշարժի անմեղ զոհերի մասին եւ այդ հիշատակը պետք է մեզ ուղեկցի, որքան դժվար է, որքան ցավալի է, պարտավոր ենք մենք հիշել զոհերին եւ մեր խոնարհումը բերել նրանց հիշատակին։ Վիկտորիա Կարապետյան, Գուրգեն Ջանիբեկյան, Եկեղեցական կյանք։